եթե մի 15-20 րոպե, եթե ես ուշ ծախած վերջացած լինեի, ես կարող եմ 500 դրամով չկարանայի ծախել։ Այգեգործ Արմենի բախտը բերել է։ Այսօր իր այգու գիլասի 1 կիլոգրամը Մեյմանդարի շուկայում 1000 դրամով է վաճառել։ Երբ ամբողջությամբ դատարկվել են իր արկղերը, շուկա են մտել վրաց ռուսական սահմանից վերադարձված գիլասի տասնյակ ֆուրեր։ Ռուսաստան չարտահանված միրգը 500 դրամով են վաճառում։ Արդեն 10 հատ ֆոր կայնացեր, իրանք արդեն 500 դրամ են ասում, որ ավելի լավ ապրանքն են 500 դրամ ասում։ Մոսկվան այսօրվանից չի ընդունում հայկական կորիզավոր մրգերը։ Ժամանակավոր սահմանափակվել է գիլասի, ծիրանի, դեղցի, խաղողի ներմուծումը։ Դրանից առաջ ծաղիկի, ելակի, լոլիկի ու ձկնեղենի մուտքներ փակել Ռուսաստանը։ Մեր ապրանքը բացի Ռուսաստանից ոչ միտեղ չի կարա դա։ Եթե Ռուսաստան չգնաց, ուրեմն գյուղացի ոչ մի բան չի կարա։ Պիտի տանի թափի գա։ Արմենը 2019 թվականին է Ռուսաստանից վերադարձել հայրենի Նալբանդյան գյուղ, իր 1 հեկտարանոց հողն այգի դարձրել, 500 բարակ շիվից, գիլասի, սալորի, ծիրանի ու դեղցի բերքատու ծառեր է ստացել։ Հիմա կասկածում է, որ ճիշտ էր վերադառնալու իր որոշումը։ Որ ջրել է, որ պիտի թողամ իրան չորանա էտա։ Խաղաղություն են խփեվրները, այդ խաղաղություն չէ, խայտարակությունն է էսի։ Այգեգործ Արմենի կարծիքով հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները ոչ թե վատ որակի պատճառով են, այլ հայ-ռուսական լարված հարաբերությունների հետևանք։ Ինքը դրա համար Փաշինյանին է մեղադրում։ Էսի ես մեր սենց լավ ուժեղ են թանկարժեք վարչապետի շնորհքներ։ Այդ իր ուժեղ քաղաքականության շնորհքն է էսի։ Եթե ինքը հելավ ղեկավար, իմացի Հայաստանը կործանված է 100%։ Ոչ մի ապրանք դուրս չի գա։ Տնտեսությունը որ պիտի չզարգանա, ոչ մի բան դուրս չի հետա, ասենք ես պետություններ ումա պետք։ Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելը շատ թանկ է նստելու հայաստանցիների վրա, ասում է այգեգործը։ Հիշում է, թե նախորդ տարիներին ինչպես էին ֆուրերը հերթ կանգնում իր բերքն այգուց տանելու համար։ Ֆուրերը արդեն պիտի եկած լինեն։ Ֆուրերը մի պիտի կանա, գիլաս արդեն էս մի 10 օր գիլասը հասել է։ Ֆուրերը պիտի կայնացել որ արդեն տանեն, բայց ոչ մի ֆուր չկա հələ։ Եթե ֆուր չկավ, ոչ մի բան չեն կարող անենք։ Այս ապրանքը ասենք ով կարա ծախի, չես կարող այդքան ծախես։ Ասենք 20 կիլո, 50 կիլո, 100 կիլո չի, տոննաներով ապրանք է։ Արարատյան դաշտի բոլոր անկյուններից Արմենը նույն բողոքն է լսում։ Բերքը հասել է, արտահանել չեն կարողանում։ Իր ընկերներից մեկն էլ վերջերս է վերադարձել Լարսից, վրդովված ռուս մաքսավորների պատճառաբանություններից։ Մեր ընկերներից էլ են շատ են տարել Լարս։ Ուզում են մտցնենք չեն կարում, ասում են լավ ստից մտցնենք մեկա ձեր մոտից էլ ենք ապրանք հետ բերել ուստի։ Ասենք անցնենք ձեր մոտից էլ ապրանք բերենք, ասում չեք գիտակ ձեր այդ լավ վարչապետին կասեք, իր քաղաքականության շնորհքն է էսի որ չեք կարող մտնեք։ Թերությունը էս Փաշինյանի մեջ է։ Այսքան վատ որ ապրանքը գնացել է Ռուսաստան, թերություն չի ելե, հա, կամ թերությունն է ելե մեջը։ Ասենք Փաշինյանը, եթե չլեր այդ ապրանքը մեր Ռուսաստան շուտ էր գնացել։ Չի հավատում, թե ուր որ է հայկական ապրանքը Եվրամիություն կհասնի։ Իշխանության այդ խոստումը հերթական կեղծիքն է նրա խոսքով։ Իրանց մոտ գիտես ինչն է ստացվեց երկրի մեջ, սուտ ասել է, որ ժողովուրդը հավատացել են իրանց։ Նորից սկսում են իրանք այդ նույն ոճով, այդ սուտ ասելով, sense խափելով ժողովրդին, կիրցնելով դեմենտրությունն է, ասենք մեր բան պետք է հորինեն վերջ իրանք։ Մեր ապրանքը Եվրոպա չի կարա դա, որովհետև ահա որ գները նստելու իրանց վրան որ։ Կարող եմ ադել, ասենք քնի ելնի վաղը Պապոյանը մտածի վաղներ Ամերիկայի հետ եմ ժողովուրդ ջան ձեն ապրանքը։ Մինչև հունիսի 7-ը հետ Ամերիկա սաղ ծայրամասերը Հայաստան է տալու։ Ընտրությունները բրծավ ժողովուրդ ջան մենք ձեզ հետ խոսք բան չենք տվել։ Ինչպես հավատա էկոնոմիկայի նախարարին, որն անցած տարի խոստացել էր միլիոնների փոխհատուցում տալ կարկուտից տուժած գյուղացիներին, բայց Արմենի խոսքով ընդամենը 180,000 դրամ է տվել ամեն հեկտարի համար։ Էդի պրոստը անուն հանեցի որ բերեցին, ավելավ էր էդի չտային, իսկականից եմ ասում ավելավա չտային, որ անու չանենք, բերեն գյուղացուն ինչո խոսքի ձեռ են բռնել։ Հուսահատված այգեգործը մի վերջին հույս է փայփայում, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո մի բան կփոխվի, կկարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունները ու իրենք հայկական միրգը նորից կարտահանեն Ռուսաստան։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։